Գրառումների մեջ չեն գտել, ասեցին դա նշանակում է արմատ տալ։ Մեր նախահայրերի լեզուն, Այո, տեղից սկսվել է մեր հայ ազգը։ Երբ որ մենք գնացինք Արևմտյան Հայաստան, եւ այնտեղ ես այդ հարցի պատասխանը ստացա։ Հայը ունի լիք սեր։ Հայ ուժը ինքը քնած է։ Արթնացրա, թող արթնանան մեր հայ ազգը, թող արթնանան։ Պատկերացրեք մի ձեռք է, չեմ կարող այդ ձեռքը սկիսեմ։ Հովիվներ, իրանք էլ տենց մեծ տեղը չեն կարում ցույց տան։ Խնդրում եմ հողի տակից հանեք խաչքարը։ Մայրիկս ասում է, «Դի անհնարին է»։ Տարիների հետ փոխվում է էներգիան։ Вообще արևը դա կյանք է։ Ես երջանիկ մարդ եմ դարձել։ Ողջույն սիրելի հետևորդներ, նորից մենք հանդիպեցինք մեր YouTube-յան ալիքում եւ այսօր կրկին իմ հյուրն է Մելինե Հայրապետյանը։ Բարև ձեզ։ Բարև Աննա ջան։ Մելինե ջան, մեր անցած հաղորդումից կիսատ մնաց, մենք այդպես էլ չիմացանք, թե պապիկի հետ դուք ինչ լեզվով եք խոսում, հենց այն պապիկի, որը գալիս է ձեր տեսիլքների ժամանակ, կմանրամասնեք։ Լեզուն արմատան է կոչվում, արմատանի լեզվով։ Երբ որ ես տեսիլքներից արթնանում եմ եւ արդեն գիտեմ այդ անունը, բայց ինձ այդ անունը մենակ հասկանում եմ արմատ, տենց գիտնական կա, որին դիմեցինք, ուղղակի որպեսզի չեմ կարող բոլորին ասել, որ ես տեսիլքներ եմ տեսնում, ուղղակի ասեցի ինչ է նշանակում արմատանա անունը։ Ասեցին դա նշանակում է արմատ տալ։ Եվ արմատ տալ, այո։ Եվ դրանից հետո ոնց որ ինձ այդքանը բավարար չէր, ես սկսեցի ընտրել ինտերնետի հարթակում, ինձ էլի ոչ մի բան չտվեց եւ փորձեցի կապնվել պատմագետների հետ, որ հասկանամ եւ պատահական գրում եմ էլի ոնց որ ինչ է արմատանան ու ինձ բերում է Վիկիպեդիայով, որ ինքը ցեղ է, որը եղել է մեր Հայաստանի լեռներում ինքը առաջ եկել, ոնց որ ըստ այդ խետերի եւ շումերների գրառումներից են գրառումների մեջ չեն գտել, որ այդ այն աղբյուրն է, որտեղից սկսվել է մեր հայ ազգը։ То есть այդ լեզուն ես տենց հասկացա, որ դա եղել է նախ մեր նախահայրերի լեզուն, հա։ Այո։ Ինչ հետաքրքիր է։ Նաև մի հետաքրքիր փաստ նշեցիք հաղորդումից դուրս, որ դուք ձեզ համարում եք միսիոներ, ինչու, որտեղից է այս միտքը ձեր մեջ։ Քանի որ այս հարցազրույցը դարձավ խոստովանություն, ինձ երբ որ ասում էին դու ով ես մասնագիտության, հա, ինչով ես զբաղվում, ես չէի կարում պատասխան գտնել, որովհետև ոնց որ բժշկական սովորել եմ, կեսատ եմ թողել, հա, ցած բժիշկ չէի կարում համարեմ, բուժակ, հա, կարամ ասեմ, որ այո, ես բուժակ եմ, նաև որ ստեղծել եմ շարք այդ հիմնել եմ բրենդը Մելամորի եւ շարք այդ կոսմետիկաները չէի հասկանում, իսկապես չէի հասկանում ու նամանավանդ երբ որ մարդիկ կային սկսեցին շատ լուրջ վերաբերվել իմ այդ տեսիլքներին հետագայում երբ որ մենք գնացինք Արևմտյան Հայաստան եւ այնտեղ ես այդ հարցի պատասխանը ստացա միսիոներ ինձ համար միսիա է որ ես պետք է կրեմ միջև վերջ հանուն մեր երկրի եւ մեր հայ ազգի Այսինքն ձեր առաքելությունը կանում է հենց բժշկելու բուժելու մեջ այդպես եք համարում նաեւ համախմբելու մեր ազգը Իսկ ինչը կարող է համախմբել մեր ազգը ձեզ մեր օրերում Առաջինը այդ սերն է մենք ունենք հայը ունի լիք սեր իր մեջ բայց մոռացել է այդ սերը հայի հանդեպ ես երևի միայնը չէ որ այդ մասին խոսում եմ բայց ես իմ մեջ եմ այդ ես եմ
ինձանով եմ, ես ոչ թե ուզում եմ, այս առաջի տեղն է, որտեղ ես դա ասում եմ, բայց իմ կյանքով ես փորձում եմ ոչ թե ասել, այլ անել։ Որ անգամ լինում է, որ գալիս են իմ վերականգնողական կենտրոնը բուժելու, ասում ես իմ ծանոթ մարդն է, ես իրան զեղչ եմ անում, հա, բուժման ընթացքը։ Գալիս է մարդ, որին ես չեմ ճանաչում, բայց ինքը Հայաստանից է, ես էլի իրան նույն գինն եմ ասում։ То есть դրանում է սերը կայանում։ Մեկը մեկին լավություն անելու մեջ, Զիջելու մեջ, ուրախանալու մեջ։ Տեսեք, դուք անընդհատ պատմում եք ձեր տեսիլքների մեջ ապրող պապիկի մասին եւ փաստորեն այն, որ դուք բժշկում եք, այդ ամենը ինքն է հա ձեզ սովորեցնում։ Ինչպես է լինում ընթացքը, ինչպես եք սովորում այդ ամեն ինչը եւ արդյոք դժվար չի հիշել այդ ամբողջ ինֆորմացիան։ Գիտեք, օրինակ, կարող եմ գիրք կարդալ եւ գրքի նյութը մոռանալ։ Բայց այնը, որ ես այդ տեսիլքների մեջոցով եմ տեսնում, ես իրան չեմ մոռանում։ Ինքն է պատրաստում, թե դուք միասին եք պատրաստում Ոչ, ես երբ որ տեսիլքը լինում է, ես անջատվում եմ եւ այդ տեղը ոնց որ արդեն երևում է, որ ինքը էս սովորեցնում է։ Հիմա ավելի շատ իմ տեսիլքների մեջ ինքը բացահայտում է եւ հոգ է տանում Հայաստանի համար, որովհետեւ այսինքն պաշտպանում է Հայաստանին։ Ինչ ոչ, ուզում եմ մի տեսակ, որ ժողովուրդ արթնանա։ Ինքն ինձ միշտ էր ասում, որ հայ ազգը, հայ ուժը ինքը քնած է։ Ասում է, հա, ասում է պետք է բարձրանաս, ինձ է ասում, բարձրանաս սարը եւ խոսես, որ արթնանան։ Արթնացրա, թող արթնանան մեր հայ ազգը, թող արթնանան, թող իրանք գործող են, թող կարող են, որովհետև էլի եմ ասում 26-ը ինքը համախմբվելու տարի է, երբ որ պետքա չլինի, կան չէ, օրինակ հիմա ես քաղաքականությունից հեռու եմ, բայց ապրում եմ ու ինձ հետաքրքիր է, ես երբեմն նայում եմ ու ես տեսնում եմ, որ մարդիկ կան, կեսված են, հասկանում եք, իրանք ամենքը մի խումբ են ստեղծում, մեկը ստեղ դեպի լավ ապագա, այս մեկը ստեղ դեպի լավ ապագա, չի կարող լինի, պատկերացրեք մի ձեռքա, չեմ կարող այս ձեռքս կիսեմ, հասկանում եք, նույնն էլ ազգը չպետքա կիսվի, նույնը ուղակի, ես որ լինում է, չէ, ասում եմ, որ ինձ ասում են որտեղից ես, հա, մենակ կարամ այդ ասեմ, որ իմ արմատները եկել է Տավուշի մարզ։ Հա, Տավուշի մարզ։ Հա, բայց մենք չպետքա շեշտենք, որ ներսի, դրսի, հասկանում եք, դապուստիմ, ներսի հայ, Արցախի հայ։ Մենք բոլորս, ես միշտ ասում եմ ու իմ դեմքին ոնց որ ժպիտ է, կարևորը որ հայ եմ։ Ես երբ որ հասկացել եմ այդ կարևորությունը, ես երջանիկ մարդ եմ դարձել։ Այ հետաքրքիր մի բան եմ ուզում հարցնել, երբ որ դուք բուժում եք, մարդիկ ձեզ ինչպես են ընկալում, ինչ անուններ են ձեզ տալիս, ինչպես են հաճախ դիմում եւ ամենակարևորը դուք ձեզ ինչպիսին եք ընկալում, ով եք դուք ըստ ձեզ։ Նայեք, ես այս վերջի տարիները ասեմ ավելի սկսել եմ հավատալ այն ուժը, հա, որը կա իմ մեջ։ Կամ դոկտոր, անգամ, հա, բժշկուհի, վերջերս ավելի շատ Հայաստանում, երբ որ գալիս են բուժման, դիմում են բժշկուհի, մարդիկ էլ կան, որոնք գիտեն իմ մեծ սերը եւ որ ուզում եմ մի փոքր մի չնչին բան անել Հայաստանում, ուղղակի ասում են մեր հայ աղջիկն է, մեր հայրենասեր աղջիկն է, ինձ այդքանը բավական է։ Նաև մեր նախորդ հաղորդմանը մենք խոսեցինք կարմրավանքի մասին, ես կուզենայի պատմեք այդ պատմությունը, ինչպես գտաք կարմրավանքը, ինչը ստիպեց ձեզ հասնել այնտեղ։ Իհարկե ես կկիսվեմ նյութերով, դուք անպայման պետք է տեսնեք այդ նյութերը։
Այդ եղել է 2011 թվին, երբ որ ես Կարմրավանքի մասով տեսել եմ, այդ պապին երազումս ասում էր, որ ոնց որ երբ որ եղել է կոտորածը, այդ վանքում եղել է տեր հայր, որը մեծ ուժ է ունեցել անգամ բժշկելու, ունեցել աշակերտներ, հա, ցած ավելի խոր իմաստուն մարդ է եղել, անգամ դաժե տեսիլքներով, եւ ինքը երբ որ կոտորածքը եղել է, ինքը ասել է, որ պետքա մենք տեղից չշարժվենք, որտեվ մեր արևմտյան Հայաստանից գալիս են մեր հայրենակիցները եւ մեզ կօգնեն, դեմ կառնենք Թուրքի դեմ։ Բայց պատմության մեջ էլ կա, չէ, որ գրած է, հետո հետագայում ես ուսումնասիրել եք։ Հա, ուսումնասիրել եմ, հարցրել եմ, որ երբ որ ուզեցել են գան, Կարմիր բանակը չի թողել, որ իրանք մտնեն եւ այդտեղ ոնց որ վանականները, հա, վանքի մեջ եղել են մոտ, եթե չեմ սխալվում, 105 հոգի եւ իրանց վառել են։ Երբ որ վառել են, ոնց որ տեր հայրը բարկացած է եղել ու եւ անեցքա թողել։ Ինչ անեց։ Ոչ լույս բացվի Հայաստանի վրա, որտեվ ինքը ինչի համար, որովհետև ինքի տեսել է տեսիլքները, բայց չարի գործը երբեմն լինում է, որ չես կարող տեսնել։ Ոնց որ ինձ հետ էլ է տենց եղել, երբ որ ես տեսնում եմ հարթ ճանապարհ, բայց այդ ճանապարհին գնում ես, տեսնում ես ճանապարհը կեսը չկա։ Դու այդ չարը ոչ մի անգամ չի գալիս դեմդ կայնում ու քեզ ակնհայտ վատություն անում։ Այո։ Ու տեղից նո ոնց որ էդի պետքա եղել, որ ու նաև եղել է տեղ մեր խաչքարը, որը հողի տակին է, ու պապին ասում է, որ դու պետքա այդ խաչքարը հանես, լվանաս եւ դնես իր տեղը։ Ճիշտն ասած ու ասում էր, որ դու պետքա գնաս 12 տղամարդու հետ։ Ինչ խորհուրդ ունի 12 տղամարդը։ Ես հարցրեցի, ասավ դու եւ 12-ի ես ու 12, ինչի համար, ասեց դու շունչն ես Հայաստանի, 12 տղամարդը նշանակում է սյունը Հայաստանի։ Երբ որ ես արթնանում եմ, մայրիկս այդ ամենը դե իհարկե ինքը լսում է, որտեղ ինքն էլ է հարցեր տալիս, էլի, պրոստը երբ որ դրսից ինձ հարցեր են տալիս, այդ հարցերը չեմ հիշում։ Եվ մայրիկս որոշում է, որ հավաքենք 12 մեր բարեկամներին, որպեսզի գնանք այդ եկեղեցին, որպեսզի ես էլ ինձ հետ այդ տեսիլքները չլինի։ Այսինքն դուք հույս ունեք, որ եթե գնաք Կարմրավանք, ձեր տեսիլքները կավարտվեն եւ դուք կբժշկվեք։ Այո, որովհետեւ ինձ համար դժվար է ապրել։ Բայց գնացիք Կարմրավանք եւ ինչ բացահայտեցիք։ Նայեք, երբ որ մենք մաման ուզում էր, որ ոնց որ մեր բարեկամներով հավաքվենք, էլի տեսիլք է լինում եւ պապին ասում է ոչ, դու գործ չունես, իրանք են հավաքվելու։ Ես չպետք է հավաքեմ։ Հա, իրենց պետք է գային։ Հա։ Որ արթնանում եմ, մայրիկս ասում է, «Էդի անհնարին է, բալես, էդի անհնարին է, էդի չի լինի։ Ով կհավատա քեզ, եւ քեզ հետ կհելնի, եւ կգնա Վան, ինչ որ արարողություն անելու։ Անհնարին է»։ Եվ այս տարի եղավ հանդիպում, որտեղ ինձ պարզ հարց տվեցին, ինչպես կարող ենք օգնել մենք մեր երկրին։ Ես մտածեցի, ասեմ են ինչը որ սենց էլ ասեմ, մեկ-մեկ լինում անկախ ինձանից բան եմ ասում, ու եւ սկսում եմ ասեմ ինչի ասեցի այս բառը, հա։ Եվ ես մի անգամից ասում եմ ոնց ուզում են թող ընկալեն, ասում եմ առաջինը պետքա գնալ եւ ուխտ անել։ Կարմրավանք։ Նու համաձայնվում են եւ ասում են
Այո, ինչու չէ։ Եվ ասում եմ, որ պետք է առնենք եղունիկներ 12 հատ։ Իրանք են ասում, դուք չեք Չէ, հիշում։ ես եմ ասում, եղունիկները պետք, 12 տղամարդ է պետք, եւ մեր Հայաստանի մեջ էլ տեղեր կար, որտեղ ինձ ցույց էր տալի, որ այդտեղ ուժեր ա եղել ու պետքա մենք գնանք, այդտեղ արարողություն անենք, որ այդ մեր այդ փակված ուժերը մեր Հայաստանում, մեր երկրում բացվի։ Եվ հունիսի 6-ին դա տեղի ունեցավ, հավաքվեցինք եւ գնացինք մեր երկիր, մեր Հայաստան։ Նայեք, երբեմն լինում է, որ իմ երազների մեջ գալիս է եւ սատանան։ Եվ ինքն ինձ փորձում է խեղդել։ Միայն կարում է տիրապետի իմ ձեռքերով, то есть ես իմ ձեռքերով կարող եմ ինձ խեղդել։ Եվ իմ ձեռքերի մեջ այնպիսի գերբնական ուժ է մտնում, որ ես կարող եմ բարձրացնել մի երկու մարդ։ Իսկ ինչպես եք հաղթահարում այդ ժամանակ։ Ինքը ինձ ասում է դու պետքա չանես, ես քեզ լավ կյանք եմ տալիս, դու գործ չունես, այս քո պատմությունը չի։ Սիրաշահել է փորձում սատան։ Այո։ Ու մեկ էլ ասում է կգա ժամանակ, ես կարող եմ ավելին անեմ, то есть ավելի քեզ մոտ գամ։ Հիմա կարող է ձեռքերովս մենակ իմ ձեռքերովը տիրապետի, քանի որ մի քիչ ճիշտն ասած պետք է երբեմն մեկուսանամ, պետք է մտնեմ աղոթքների մեջ, այդպիսի ապրել են մեր քուրմերը։ Երբեմն լինում է ներքին պահանջարկ, որ ես ուզում եմ մեկուսանալ, բայց այդ են մեկուսանալը չի, այդքան խորաղոթքների մեջ չեմ մտնում, то есть մտածում եմ, որ ես երբ որ տատի կդառնամ, այդ ամենը կանեմ։ Ես շատ դժվար եմ գնում այդ ճանապարհը, ահա որ դժվար մարմնիս հետ կապված, այդ սատանայի հետ կռվելով, այն մարդիկ ով որ ականատես ա եղել, իսկապես ասում են, որ ինչ մեղք ես դու։ Կարմրավանքի ճանապարհն էլ էր այդքան բարդ եւ ծանր ծես։ Նայեք, մենք գնում ենք այնտեղ այնպիսի է, որ ինչ որ պոստեր ա, որ ստուգում են։ Ու մենք վախենում էինք, որ մեր 12 եղունիկները իրանք կհանեն, բայց ճանապարհը շատ հեշտ էր, մենք ուղղակի չէինք կարող նաև գտնենք, եւ առաջի անգամ ես տեսնում եմ պապիկին ոչ քնած։ Տեսիլքի պես ձեր առաջ է հայտնում։ Ոչ, ոնց ձեզ եմ տեսնում, այնպեսին է պապիկին։ Բայց միայն դուք եք, չէ՞ տեսնում, թե Հա, մենք։ մենք ման ենք գալիս, մեր ճանապարհին քուրդ ազգերն են մեզ, ազգն է մեզ ոնց որ դաժե օգնում, հա, ճանապարհ ցույց տալի, բայց դա իրանք էլ չգիտեին այդ եկեղեցու մասին։ Ու մենք որ գալիս ենք, շրջվում ենք, մեզ ասում են գնացեք աջ կամ գնացեք այս կողմ փորձեք, այն կողմ փորձեք, այնտեղ լինում են հովիվներ, իրանք էլ տենց մեզ տեղը չեն կարում ցույց տան։ Մինչ գնալս երազումս պապին ասում է, որ դու պետքա կարես քեզի խալաթ, որի հետևը լինի արևախաչը եւ սեպագիր տառերով գրված, հետագայում ես որ նկարել եմ, տվել եմ, հետագայում հասկացել ենք, որ այդ սեպագիր տառերը գրված է Աստված։ Այս թարգմանությունով նշանակում է Աստված։ Այո։ Ես այդ խալաթը հագսեր ու ես որ տեսնում, որ մենք սկսում ենք բոլորս ման գալ, նայենք, որտեղ ինչ որ բաներ եվում է, ես ոնց որ մի քիչ հեռու ես տեսնում եմ պապուն, ես պապուն միշտ տեսնում եմ, պապիկը այդ գալիս է միշտ բիրուզագույն, ասես շորով, հա, որ տեր հայրերի շորերով, հա, բայց բիրուզագույն։ Բայց իր դեմքը միշտ sense չեմ տեսել, թղթի մեջ ա եղել, ես չեմ տեսել, բայց այդ ես որ իրան տեսնում եմ սպիտակ երկար մազերով, դեմքը sense պայծառ, մի քիչ ստրոգի, խիստ մի քիչ։ Ու ես վազում եմ դեպի իրան, ու ես ինձ թվում է, որ ես ասում եմ ժողովուրդ պապին, երևի հերո եմ ելնում, չեն լսում, չգիտեմ, ու հետո ասում են, որ այսպիսի ճանապարհ է բարձրունք, ու այդ բարձրունքով ես վազում եմ։ Ես հենց վազում եմ, որ հասնեմ իրան, ինքը կորում է։ Ես նայում եմ այս կողմ, այն կողմ, տեմեմ էլի դեմս։ Ու տես գնում, կայնում կարմրավանքի դեմը։ Ինչ էմոցիաներ ապրեցիք, ինչ զգացիք հայտնվելով կարմրավանքում։ Երբ որ մենք հասանք կարմրավանքը,
ասենք այնտեղ չկա էլի, սա իսկապես ես մտածում էի շատ ժամանակ, որ կինոներում մեր հայկական թեկուզ ցեղասպանության մասին որ հանում են, հա, ավելացրած է։ Ես տենց էի պատկերացնում, որ այն որ ծառերի տակ քանդած է, եկեղեցիներ երևում է, որ քանդած ինչ որ բան են ման գալիս, ծառեր կար, որ տակը իսկապես ոնց որ բերեն մեքենան գցեն, ինչ որ բաներին ման են եկե, հա։ Չի երևում, որ ոնց է ճանապարհը, բայց իմ ոտքերը տանում է իր ճանապարհով, то есть մեր տղաները ոնց որ տեղ են գտնում, սենց անցնում, հա, իսկ ես ճանապարհով գնում, իր ճանապարհով մտնում ներս։ Ես որ մտնում եմ ներս, այն տղան, որ ես որ վազել եմ, ես շուտ եմ եղել։ Եվ երկու տղա վազելով եկել են հասնեն ինձ, որ ես չընկնեմ կամ չգիտեմ, էլի խնդրեմ չլինի։ Իրանք որ եկել են, իրանք ինձ հետ են մտել եւ պատմում են, որ դու մտել ես, ասում է, նայում էիր մի ուղությամբ եւ ասում էիր, խնդրում եմ հողի տակից հանեք խաչը։ Եվ իրանք այդ հողի տակից հանում են այդ քարը, խաչքարը։ Խնդրում եմ հողի տակից հանեք խաչքարը։ Ասում եմ մենք հանում ենք խաչքարը, դու լացում ես, ես հիշում եմ, որ ես լացում եմ, գիտեք ոնց է, երբ որ դու կորած ես, գտնում ես քո ընտանիքը, քո մայրը, քո հայրը։ Вот. Դավացիկ վերջում խաչքարը։ Լվանալու այդ process-ը խաչքարի ինչ տվեց ձեզ, ինչ զգացիք լվանալու ընթացքում։ Միտեղ մեղավոր ոնց որ մեղավոր լինես։ Մեղավոր ինչու։ Որ չենք պայքարում։ Արդյոք չենք պայքարում, բայց պայքարում ենք սխալ։ Դրա համար ոչ մի բանի չի հասնում հայ ազգը։ Բայց այդ ճիշտը ով մեզ ցույց կտա։ Պետք է սխալվել, չէ՞ որ ճիշտ ճանապարհը գտնենք։ Դարեր շարունակ։ Չէ, դա պատմությունից դասեր քաղել լավ բան է, բայց մենք չունենք նման։ Նայեք, երբ որ մեր տարիները փոխվում է, տարիների հետ փոխվում է էներգիան, տարիների հետ փոխվում է ձևը, հասկանում եք, ու երբ որ դու խոսում ես հայրենիքի մասի, դու պետքա չունենաս հետին միտք, բայց շատերին ունեն այդ հետին միտքը, թե հանրայության, թե գումարի, թե ամեն ինչի։ Դե հայրենիքը պետք է մարդու ներսում լինի, եթե ներսում չկա, խոսքերը ոչինչ են։ Այդ քարը լվանալից ես հասկացա, թե մենք ինչ լավ ազգ ենք։ Ինչ իմաստուն։ Այդ տեսակը մեր մեջ հիմա պահպանված է ձեզ։ Պահպանված է, մոռացված։ Եվ ինչ պետք է անել, որպեսզի այդ մոռացված տեսակը հետ բերենք եւ ի վերջո ճիշտ ճանապարհին կանգնենք, հա։ Ունենալ բաց մաքուր սիրտ։ Ոնց դու կարաս ուրախանաս, որ դու այս բաժակը ունես։ Չէ, որ դու այդ քոնն է։ Դու պետք է այնքան մեծ հոգի եւ սիրտ ունենաս, որ կարողանաս ուրախանաս, որ այս նույնը ունի քո մոտիկը, քո հարևանը, որ ուրախանաս քո հարևանի երեխայի թեկուզ բարձրունքներով, որ իսկապես ուրախանաս, որ ձև չտաս, մենք անգամ շատ ենք մեզ ձև տալիս, մենք շատ ենք ձև տալիս, թե եկեղեցում, թե խոսելուց, ես մարդիկ գիտեմ, որ իրանց կյանքում, հա, սխալ են անում, բայց խոսելուց, որ խոսում են, ասում ես, մեկը մեկի հետ չի բռնում, մենք պետքա առաջինը մեզ պարզ նայենք, յուրաքանչյուր հայ,
յուրաքանչյուր հայ, մենք մեզ պետքա նայենք բարձ։ Ուշագրավ մի փաստ ասեցիք, որ գրված էր Աստված ձեր հագուստի վրա։ Ինչ եք կարծում, արդյոք սա եւս մի նշան չի, որ Աստված ձեր միջոցով մարդկանց փորձում է իրեն ավելի մոտիկացնել, ավելի մտերմացնել։ Ի վերջո մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ ինչ որ Աստծո հետ մեր փոխհարաբերությունները այդքան էլ լավ չեն։ Նայեք, ես երբ որ այդ մեր ուխտը կատարվեց, եկանք, ես նորից իմ տեսիլքը պապը եկավ եւ ասեց դու 40 օր ոչ մի գործողություն պետք չի ծավալել, հանգստացիր։ Բայց ինձ տվեց երազիս մեջ եւ ես սկսեցի նկարել։ Ինձ ասում է նկարիր ծառ, ես նկարում եմ ծառ, շատ շուտով էդ էլ կտեսնեք։ Նկարիր 12 տերև, նկարիր արևախաչ, նկարիր 15, լավ չէի հիշում, զանգահարելով, էլի ճշտելով 15 կամ 16 արմատներ։ Ու ասում էր Երևանը ներկիր տերևը։ Այսինքն ամեն տերևի վրա մի անուն էր, քաղաք էր, հա, հայկական։ Այո, օրինակ ես ուզում, երբ որ ինձ արդեն արթնացնում են, ոնց որ երազը մնում է կիսատ, հա, ես չեմ կարողանում բոլորովին հասկանալ։ Երբ որ արթնանում եմ, ես նկարում եմ, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է դա նշանակում։ Մեկը ասում է 15 է, դա մեր նահանգներն է։ Մեկը ասում է, որ 12 տերևը դա մեր առաքելությունն է, ինչու մենք պետք է անենք։ Դե Հիսուսն էլ ուներ 12 առաքել։ Եթե կապենք իրար հետ։ Հա, բայց հետագայում, երբ որ մենք իմացանք, որ մենք ունեինք 15 նահանգ եւ 12 մայրաքաղաք, ես ասեցի այս է, ոնց որ պատասխանը ճիշտ գտանք։ Արևախաչը մեր սկիզբն է։ Ես ուզում էի խորհուրդը հարցնել արևախաչի։ Հա, դա մեր սկիզբն է։ Вообще արևը դա կյանք է։ Այսինքն ինչ է ստացվում, որ մեզ նոր սկիզբ սպասվում։ Այո։ Հետագայում այդ տեսանյութով որ տեսնում եք, ինքը հլա սկիզբն է։ Այս նկարը որ կա, ինքը հլա աճելու տեղ ունի։ Ու հետագայում դուք բոլորդ էլ ականատես կլինեք ու հույսով եմ այն բարին կլինի, որը որ ամեքսել մեր տունը նստած, մեր սրտերով լի կուրախանանք։ Ընդհանուր առմամբ ձեզ համար ինչ խորհուրդ էր կրում Կարմրավան գնալը։ Կարմրավան գնալը ես ավելի ու ավելի վստահեցի, որ իմ մոտ իսկապես այդ հիվանդություն չէ։ Կարմրավան գնալով հասկացա, որ իրոքից կարող ենք համախմբվել։ Կարմրավան գնալով ես հասկացա, որ մենք կարանք ունենանք մեր ամբողջովին Հայաստանը, որ Հայաստանը կարա ապրի վերածնունդ եւ Հայաստանը կարանք ունենանք մեր այն մեծ հայքը, որը գրված է Տիգրան Մեծի ժամանակ։ Իսկ ինչ եք կարծում նոր Հայաստանը եւ նոր սկիզբը նոր պատերազմով է լինելու։ Նայ, երբ որ ես ճիշտն ասեմ, չեմ սիրում այդ մասին խոսել, եղնում է, որ ինձ գրում են Instagram-յան էջով, ինչու չես դու էլ անում տեսանյութեր, որ գուշակես, որ երկրում ինչ է սպասում, հա։ Թվեր ինձ տված է ուրիշ աշխատանքի համար։ Թվերը ինձ տված չէ, որ ես ինձի սարքեմ թվագետ, որ ես դրանով հայտնի դառնամ եւ առաջ գնամ։ Թվեր ինձ տված է իմ երկրի համար։ Դրա համար ես այդ բանը չեմ անում։ Բայց լինում է ժամանակ, երբ որ ես հաշվում եմ։
իմ երկրի համար։ Ըստ ասեմ, որ չի լինում պատերազմ, բայց ինչ որ պատերազմ կանգ է առնում ամբողջ մեր երկրի վրա, ոչ միայն Հայաստանում։ Հա, հասկացա։ Բայց կարող է լինել հրդեհներ, ինչ որ կատակ բան։ Անոմալիաներ։ Այո։ Բայց կարող է եւ չլինի, երբ որ յուրաքանչյուր մարդ արդեն էդի ոչ միայն Հայաստանին է, ավելի շատ էդի մեր լիդերներին, հա, ամեն երկրի լիդերներին է էդի ոնց որ վերաբերվում, երբ որ իրանց մեջ լինի, որ իրանք, հա, ոնց որ պրեզիդենտ են, լիդեր են, բայց они служат народу։ Սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր էջին, հետևեք մեզ, ես վստահ եմ, որ մեզ ավելի հետաքրքիր զրույցներ են սպասվելու։ Կհանդիպենք։